ծրարների չէ, ծրարների լուսաթափանցելիության վերաբերյալ քննությունը ըստ էության ընթացավ արդարադատության նախարարը եւ ՔՊ-ի ներկայացուցիչը տարակուսում էր թե ընդհանրապես նա ինչի համար է տեղ ունենում, որովհետեւ ասում էր թե ով պիտի գնա եւ օրինակ կանգնի պահի լույսի տակ տեսնի թե ով ում է քվեարկել, ըստ էության դա Շատ բարձր բոլոր ունկնդիրները կարող են ուղղակի նայել ինտերնետում ինչ է կատարվել, այդ ժամանակ ես բերել էին հասկանալով հանդերձ, որ կարող է նման բան անեն, բերել էին ընդամենը մուգ ծրարները, որպեսզի պատկերացնեք ոնց է ծրարի ներսի կողմում կա օրնամենտ, բանա, սև ներկով բանա նկարած, որովհետև ինքը ծրար թափանցիկ է, այդ սև բանը ոնց որ պետքա չթողնի, որ թափանցի, ծրարներ կան, որոնք մաքուր թափանցիկ էին, այսինքն ու մի հատ չէ, ընդ որում լույսի դիմաց չէ, կարող է մոտս լինի այս մեկ վարքան, նկարները եթե մենք նայենք, մեկ վարքան, ոսը նայեք, սա լույսի դիմաց է, չէ, կարող եմ շուշ տալ, հա, սա լույսի դիմաց է, եթե նայեք, սա լույսի դիմաց է, այսինքն լույսի դիմաց շատ հստակ երևում է ինչ-որ մեկը 19-ին է քվեարկել, նայեցինք բոլորը, սա, եթե ուշադիր նայենք, հետևը լույս չկա, մոտ հեռավորությունից, նայեք, սա փոքր մասն այն նկարների, որոնք ինտերնետում կան, սա լույս չկա, սա ուղղակիորեն պահված է, եթե նայեք, տակա անձնագիրն է դրված, եթե ուշադիր նայենք, որ համարն է քվեարկել, հա, 3, ակնհայտ երևում է, այսինքն ակնհայտորեն սա առաջացնում է լուրջ խնդիր, իսկ անհրաժեշտ էլ չէր, որ բոլորի մոտ տեսնեին, եթե մարդիկ, ովքեր պետքա գնան քվեարկության, չեն իմանում, իրանց տեղամասում, թափանցիկ կա լինելու թե ոչ, ինքնին արդեն խնդիր առաջանում, այս տեղեկատվությունը արդեն իսկ ընտրության օրն է եղել տարածված, թե ով է տարածել, թե մարդիկ նկատել են տարածել են, թե ասենք այն ուժերը, ովքեր ԿՊ-ն տվյալ դեպքում, ովքեր ցանկացել են ինչ-որ ձևով վերահսկելի քվեարկություն ունենան տարածել են, ակնհայտ է, որ քվեարկության ժամանակ մի շարք տեղամասերում ուղղակիորեն անձն աչքով տեսնում ենք։ Այն ծրարները, որը ես բերեցի, մենք նայեցինք, դրանք մուգ էին, բայց նույնիսկ մուգի մեջից առնվազն 9 ծրար ոչ թե լույսին ընդառաջ նայելու դեպքում, այլ ցերեկային լույսի տակ տեսանելի է լինելու, որովհետև լյումինեսցենտ լույսի դեպքում որոշակիորեն այդ հատվածը չէր անցնում, բայց հենց որ մտնում ենք ցերեկային, ուղիղ արևի դիմաց չէ, էլի, այսինքն բավարար լուսավորություն լինի ուղղակի, ինքը արդեն տեսանելի է դառնում, որտեղ լույսը ծրարի մեջով ակնհայտորեն հանգիստ թափանցում է եւ դուրս եւ ներս, խնդիրը ընդամենը որ սպեկտրի լույսը։ Պարոն Ապելյան, եթե դեր հարցին պատասխանեցի։ Տեսեք, եթե ԲՀԿ-ի մասով այս դիմումը ընդունվի, տվյալ ընտրատեղամասերում տեղի է ունենալու վերակրթություն։ Եթե եղավ մեր, ոնց որ երկու պահանջ ունենք, մեկով ասել ենք անվավեր ճանաչեք անվավեր, այդ ժամանակ ամբողջ Հայաստանում լինելու է վերաքվեարկություն։ Եթե ամբողջ Հայաստանում վերաքվեարկություն չեղավ, պետք է լինի ըստ էության մանդատների բաշխման նոր կարգ։ Մանդատների բաշխման նոր կարգով Սահմանադրական դատարանը որոշելու է, որ ԲՀԿ-ն քանի որ հաղթահարել է ՇՄ, ապա նա կստանա համապատասխան քանակով մանդատներ, ըստ տոկոսների։ Չէ, պատիվ ունեմ այլեր, պատիվ ունեմ սահմանադրությամբ ուժով երրորդ անցնում էր, այստեղ ուղղակի կհամարի, որ կստանա 5 եւ մնացած ոնց որ 3 մանդատ պակասում էր բանից ԿՊ-ից 1 մանդատ, եթե չեմ սխալվում, ուժեղ Հայաստանից, կարող է սխալվեմ, կարող Հայաստան դաշինքից, բայց կար թվերի մեջ այսինքն հաշվարկ, տեսականորեն, քանի որ ինչպես նշեցի, այս հոդվածը մանրակրկիտ նկարագրված չի, որովհետև կրկնում եմ, մենք նոր ենք սովորում պարլամենտական երկրում ապրել, հենց անընդհատ քննադատում ենք, բայց բովանդակությունը միջև վերջ պետք է նաև հասկանանք միջև քննադատել։ Ըստ էության ունենք հետեւյալ պատկերը, որ ես մի քանի անգամ բարձրաձայնել եմ, խնդիրը գավաթի մասին չենք ասում տվեք մեզ վարչապետի աթոռը, բայց ոնց որ բոլորի մոտ ընտրությունները մենակ վարչապետ, նախագահ, այդ դաշտում են տեսնում, ոչ 5 մանդատը հնարավորություն է տալիս ԲՀԿ-ի պատգամավորներին, այդ 58500 քաղաքացիներին, ովքեր վստահել եւ տվել են քվեն, նրանց ձայնը լսելի դարձնել Հայաստանի քաղաքական դաշտում։ Հիմա որ հարցին ոնց կքվեարկեն, ինչ կանեն, մենք միշտ այնց ամենասուր հարցերն ենք նայում, բայց տնտեսական քաղաքականություն, սոցիալական քաղաքականություն, մշակութային քաղաքականություն, կրթության հետ կապված հարցեր, բյուջեի ծախսման ուղղություններ, այսինքն միլիոն հատ հարց կա, որում պատգամավորները ներկայացնում են իրենց ընտրողներին, մենք միշտ այնց կենտրոնանում ենք, ասենք սահմանադրությունը կփոխեն թե չէ։ Դա շատ կարևոր հարց է, բայց դա մեր ամենօրյա
կյանքի վրա ավելի քիչ ազդեցություն է ունենում առնվազն կարճաժամկետ, երկարաժամկետական հետ որ ունենում է տեսնում ենք, բայց կարճաժամկետ ավելի մեծ ազդեցություն է ունենում է մնացած բոլոր հարցերի բարձրաձայնումը։ Պատգամավորները նաև ունեն հարցապնդումների հնարավորություն, հարց ու պատասխանի մասնակցելու, խնդրի վրա բարձրաձայնելու, այսինքն փոքրամասնության ֆրակցիա լինելը նույնպես իշխանության մասնակից է դառնում, իշխանության լայն իմաստով, ժողովրդի իշխանության իրացման ձև է։ Պարոն Արբանյան, չգիտեք ինչ էի ուզում հասնել։ Եթե օրինակ վերաքվեարկություն տեղի ունեցավ, երաշխիքը որտեղ է, որ այս կենտրոնական ընտրական հանձնաժողովը երբ կա, օրինակ արդար ազատ հաղթանակ։ Նայեք, խնդիրը հետևյալի մեջ է, մենք բոլորս տեսանք, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի տարբեր անդամներ մի քիչ տարբեր մոտեցումներով, ոմանք մի քիչ ավելի պարզ հասկանալով, բացատրելով, ոմանք մի քիչ ավելի անհասկանալի եւ բարդ ներկայացնում էին, խնդիրը հետեւյալի մեջ է։ Ի սկզբանե պետքա վերաքվեարկություն նշանակվեր, եթե գտնում էին, որ տեղի է ունեցել խախտում, որովհետեւ այդ տարածքների անվավեր ճանաչելը ԲՀԿ-ին դուրս էր հանում մանդատ ստանալու հնարավորությունից։ Եվ նոր քվեարկության ժամանակ կարող է ԲՀԿ-ն ձայն չստանար։ Կարող է չհավաքեր այն ձայները, որը հավաքել էր եւ չանցներ։ Կարող է ստանալ ավելի շատ ձայն։ Եվ այլն, բայց մենք այստեղ ինչ-որ տենց բարդ մեխանիզմով, ընդ որում ուզում եմ ուշադրություն հրավիրեմ, այդ հարցը բարձրաձայնել ենք, այն որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակվել է, դա ԿՀ որոշումը չի։ Դա Վահագն Հովակիմյանի կամ ինչ-որ մեկը իրան հուշել է, կարծիքն է, որովհետև ես համոզված չեմ, որ ինքն է գրել, բայց ամեն դեպքում ինչ-որ մեկը ասել է, քո անունից հրապարակի։ Դա ընդամենը ինչ-որ կարծիք է մի անդամի, որի հրապարակումը ընդհանրապես ես չեմ համարում իրավաչափ, որովհետև որոշումներում դա պետք է լինի։ Հիմա եթե մենք մտահոգ ենք, որ վերաքվեարկություն է լինելու, ուրեմն ամբողջ Հայաստանում քվեարկություն պետք է արվի։ Պարոն Արբանյան, մի հարց ես տամ։ Հաշվարկնելով, որ Իշխող կուսակցության առաջնորդը հայտարարել է, որ օրգանիկ ձայների մասին քվեարկության, հայտարարել է, որ քվեարկությունը անցել է բացարձակ խախտումներով, նկատի ունենալով ընդդիմության վաստակած ձայները, ձեր կարծիքով արդյոք հիմա պատասխանող կողմը ինքը նույնպես ընդդիմություն։ Այդ հարցը բարձրացրել են մի շարք մասնակիցներ, առնվազն հանուն Հանրապետության եւ դո կուսակցությունների, դեմոկրատիա, օրինականություն եւ կարգապահություն կուսակցությունների ներկայացուցիչները բարձրացրել են այդ խնդիրը։ Ես չեմ կիսում այդ միտքը, սկսեմ դրանից։ Ես ինքս քվեարկել եմ օպոզիցիոն կուսակցություններից մեկի հաշվին, այդ իր նշած եւ ոչ ընտրակաշարքի, ոչ ինչ-որ բանի եւ իմ շրջապատում բավականին մեծ քանակությամբ մարդիկ քվեարկել են այս կամ այն օպոզիցիոն կուսակցության օգտին։ Ու առնվազն հրապարակային ասում են, որ աջակցում են այդ կուսակցություններին։ Հիմա նրանցից ոչ մեկը ընտրակաշարքային, ոչ ֆինանսական, ոչ ուղղակի, ոչ անուղղակի, ոչ մի առնչություն չունի։ Հետևաբար դա ուղղակի վիրավորանք է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հանդեպ, բայց դե իրենց մոտ ոնց որ դա բացառիկ դեպք չի, պարբերաբար դա տեղի ունենում։ Մինչև էլ անվանել էին բոլորին շունշան գալ, մինչև էլ ինչ-որ ուրիշ բաներով։ Հիմա խնդիրը մի քիչ այլ դաշտում է։ Ես գտնում եմ, որ եթե ընտրությունների արդյունքները, ես չեմ գտնում, այսինքն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը եւ սահմանադրական դատարանի մասին օրենքն է ասում, չեն ներկայացնում իրական պատկերը, պետք է գնա վերաքվեարկություն։ Ընդ որում, եթե կան խախտումներ այդ խախտումներով, բայց ոչ թե որ եղել է ընտրակաշարք, այլ եղել է մասսայական վարչական ռեսուրսի շահագործում։ Գործընկերները ներկայացրեցին թվային արտահայտությամբ պետական բյուջեի հաշվին այդ հիմնավորումները, որ մի քանի 100 միլիոն դրամի պետական բյուջեի հաշվին ԿՊ ընտրապայքարին ընտրարշավ են իրականացրել, այսինքն ինչ որ կազմակերպություն ով ԿՊ-ի համար է միջոցառում անում եւ արել է պետական բյուջեի համար միջոցառում, լրիվ անհամարժեք ֆինանսական փոխհատուցումներ են ստանում պետական բյուջեն էապես թանկ ԿՊ-ի համար էապես ցածր, այսինքն այստեղ ակնհայտորեն կոռուպցիոն, ընդ որում ոչ միայն ընտրակաշարքի, այլ դասական կոռուպցիոն կաշառակերության Երևանի այդ շատ են սիրում, այդ ատկատ, այդ գլդոր ինչ որ տենց, այդ շատ դասական օրինակներ են դրա։ Ես քեզ տամ այս պետական տենդերը, մի քիչ տանգով կտանք, դու արինց համար կանես մի քիչ էժանով։ Սա պետք է ուսումնասիրության առարկա դառնար արդեն իսկ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ես ենթադրում եմ տեսել է, որ հայփոստում աշխատավարձերը բարձրացրել են, որոշել է ինչ նամակագրություն ստանում է, պետք է ուղղորդի։ Ինքը որոշել է, որ ինքը հայփոստի գրասենյակ է, այլ ոչ թե կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Ինքը պետք է որոշումներ կայացնել։ Սա շատ ֆունդամենտալ խնդիր է, ընդ որում որոշումները սահմանադրության այդ ամենաֆունդամենտալ կետին է վերաբերում։ Բոլորը սիրում են խոսել, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, գորգորան, գնան,
ինչ ասեմ, դոշ ծեծեն, ինչ ասեմ, բայց հենց որ գալիս է այն պահը, որ պետք է այդ իշխանության, ժողովրդի իշխանությունը մի քիչ պահպանենք, չէ։ Այսինքն նույն ԿՊ-ն պետք է որ խոսում էր, որ պետք է երրորդ անձը, այսինքն ԿՊ-ին որ խոսում էր, պետք է ասել, չէ, բայց ճիշտ կլինի, որ ԲՀԿ-ն անցնի, որպեսզի մենք ունենանք ավելի ներկայացուցչական պարլամենտ, որպեսզի այդ 58500 քաղաքացիներով քվեարկել են, ել եմ ուզում ուշադրություն հրավիրեմ։ Ոչ մեկը չի ասում, որ այդ ձայները ինչ որ ձևով կոնկրետ ընտրատեղամասերում ազդված են։ Նման պնդում գործի նյութերում չկա։ Այդ ընդհանուր ձևակերպումներ կա, որը կոռուպցիոն մեղադրանքներ են, ընդ որում դրանց մեծ մասն էլ հետո չեն հաստատվելու, բավականին մեծ քանակությամբ մարդիկ ուղղակի հրավիրվել են քննչական մարմիններ, հետո ասել են, վայ շփոթվել ենք, դες չպիտի կանչենք, այսինքն խոչընդոտել եւ խաթարել են աշխատանքը այդ ամբողջ process-ի, ստեղծելով ձևակերպում։ Գործընկերները ներկայացրեցին հետազոտություն, որ այդ պնդումները այդ ընտրակաշառքի եւ այլի մասին ազդել է բացասաբար։ Այսինքն մենք տեսնում ենք այս ամբողջ գործընթացը եւ ես վերադառնալով ձեր հարցին, այո, եթե գտնում են, որ այդպես է, պիտի պնդեին։ Շնորհակալություն։ Հեծի հետ կապված հիմա չտամ, հետ պատասխանեմ, հետո կպատասխանեմ, բայց Ռոմանոս Պետրոսյանը հեծի հետ ընդհանրապես ընդդեղի կառավարիչ է։ Ոնց որ գիտեք, նայեք, ախր հենց այդ էլ նախնդիրը, հենց այս ամբողջ ֆունդամենտալ խնդիրներից մեկն էլ է նա, որ չգիտեմ ինչի է Ռոմանոսը խոսում։ Խիչի օրինակ ՊՏԿ-ն է խոսում, էլի, այսինքն խիչի խոսում կառավարությունը, խիչի խոսում, այսինքն լավ, այդ նույնն է, որ դրանից մեկին նշանակեմ ինչ որ մի հիմնարկում կառավարի, դուք խոսեք, որ հեսա գնալու ենք վերցնենք, հեսա առնելու ենք, ծախելու ենք, բերեք սենց անենք։ Հեծի մասով առանձին քննարկում այլ ֆորմատում էլի հիմա մենք ոնց որ այստեղ մնանք սահմանադրական վեճի շրջանակներում հետո կանդրադառնանք դրան